Հարգելի գործընկերներ, շատ կարևոր է պարզաբանել, թե ինչու ենք մենք սա անում եւ ինչ տեղեկատվության հիման վրա ես մոռացա ինչքան մարդ էր այս պայդրությամբ հայտարարագիր ներկայացրել արդեն։ Այս պահին 130,000 անձ ներկայացրել։ Հիմա 130,000 մարդ արդեն ներկայացրել է հայտարարագիր եւ մենք հնարավորություն ունենք 130,000 մարդու ներկայացրած հայտարարագրերը վերլուծելու, հասկանալու համար պատկերը։ Եվ ինչ հետաքրքիր պատկեր ենք մենք դուրս բերել։ Պարզվում է, որ հայտարարագիր ներկայացրած մարդկանց ավելի քան 60%-ը ինքնաշխատ ձևով ներկայացված հայտարարագրում ոչ մի փոփոխություն չի արել։ Այսինքն հիմա էլ այդ ինքնաշխատը հայտնի տվյալները, այն ինչ որ հասանելի է պետական եկամուտների կոմիտեին, լրացված ինքնաշխատ ձևով լրացված են, մարդը պետք է մտնի լրացնի այն տվյալները, որոնք հայտարարագրման ենթակա են, բայց Պեկին կառավարությանը հասանելի չեն։ Հիմա մենք պարզել ենք, որ քաղաքացիների 61%-ը հայտարարագիր լրացրածների ոչ մի բան չի ավելացրել։ Այսինքն 61%-ի դեպքում ըստ էության կանխավարկածն այն է, որ ինքնաշխատ եղանակով գեներացվել է այն ամեն ինչը, որ պետք է լրացվեր հայտարարագրում։ Ավելին, հաջորդ քայլը քաղաքացիների 79%-ը, այսինքն եթե գումարում ենք նաև այն մարդկանց, ովքեր լրացրել են տվյալներ, որոնք մեծ հաշվով կարող են հասանելի դառնալ կառավարությանը, բայց բանկային գաղտնիքի եւ այլն, մասնավորապես ստացված վարկերի եւ փոխառությունների մասին։ Այսինքն այդ տվյալը կա, նկատի ունեմ, անհասանելի է օրենսդրական կարգավորումների պատճառով։ Եթե լրացնում ենք նաև այն մարդկանց, ովքեր հայտարարագրում ավելացրել են միայն իրանց ստացած վարկերը եւ փոխառությունները, ստացվում է 79%։ Այսինքն հայտարարագիր լրացրած անձանց 79%-ը ըստ էության պետությանը ոչ մի նոր տվյալ չի տալիս եւ լրացնում է միայն այն տվյալները, որոնք պետությունը կամ գիտի, կամ քաղաքացու թույլտվության դեպքում կարող է իմանալ։ Հիմա այստեղից հարց առաջացավ, եթե այսպիսին է վիճակագրությունը, ինչի ենք մենք մարդկանց 79%-ին ասում, որ դուք մտեք հայտարարագիրը լրացրեք այն դեպքում, երբ որ ինքնաշխատ ձևով այդ հայտարարագիրը լրացված է։ Մենք եկանք այսպիսի լուծման, որ եթե 79%-ը այս իրադրությունն է, այսինքն մենք 21%-ի դեպքում ունենք այստեղից շեղվող ինչ-որ մի իրականություն, ուրեմն եկեք ինքնաշխատ լրացնենք հայտարարագիրը, այն 61%-ի դեպքում առանց որևէ լրացուցիչ գործառույթի, բայց ասենք, եթե դուք ունեք սոցիալական կրեդիտ, դուք պետք է մտնեք եւ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեք այդ հայտարարագիրը։ Երկրորդ խմբի դեպքում, ովքեր ունեն վարկեր փոխառություններ, մենք իրանց ասում ենք, եկեք դուք հնարավորություն տվեք, որպեսզի այդ արդեն իսկ հայտնի տվյալը նույնպես ինքնաշխատ ձևով գեներացվի, որպեսզի դուք լրացուցիչ այդ տվյալները լրացնելու անհրաժեշտություն չունենաք, այսինքն սրանով 79%-ի խնդիրը լուծում ենք, բայց այդ դեպքում էլ սոցիալական կրեդիտը ստանալու համար էլի պետքա լրացուցիչ հաստատում ստանալ։ 21%-ի դեպքում ասում ենք հետեւյալը, մենք ինքնաշխատ լրացնում ենք եւ բոլորի դեպքում։ Դուք գիտեք, ինչ տվյալ արդեն չկա այնտեղ, որը հայտարարագրման ենթակա է։ Եթե դուք ունեք հայտարարագրման ենթակա տվյալ, մտեք լրացրեք։ Եթե դուք համարում եք չունեք հայտարարագրման ենթակա տվյալ, ուրեմն այդ հայտարարագիրը արդեն կա եւ այդ հայտարարագիրը ստեղծելու է ձեր եկամուտների պատմություն, այսինքն դա համարվելու է հաստատված հայտարարագիր, որը հետագայում ձեր հարաբերություններում արդեն որպես բազային տվյալ օգտագործվելու է եւ չի լինելու լեգիտիմություն, որ ես գիտեք ինչ հայտարարագիրը չեմ լրացրել եւ ես պատահական փողոցից գտել էի $4 միլիոն եւ մոռացել էի $4 միլիոն հայտարարագրել։ Ես կարծում եմ, որ այսինքն այս որոշումը կայացվել է 130,000 մարդկանց լրացրած
հայտարարագրերի տվյալների վերլուծության արդյունքում եւ կարծում եմ, որ շատ տրամաբանական հաջորդ քայլն է, բայց ելի է շատ կարեւոր է արձանագրել, սրանով մենք քաղաքացուն չենք ազատում հայտարարագիր լրացնելու պարտավորությունից, որովհետեւ օրինակ եթե քաղաքացին ունի հարկման ենթակա եկամուտներ, ինքը չհայտարարագրեց, միտեղ դա դուս է գալու, հետո հետահայաց, այդ ամբողջ հարկային պատմությունը գեներացվելու է եւ արդեն այս վարչական պատասխանատվությունը հանում ենք, բայց որովհետեւ անմեղության կանխավարկածով ենք նաեւ ինչ որտեղ առաջնորդում, բայց եթե որևէ X պահի ի հայտ եկավ, որ մարդը պետք է տվյալ լրացնել եւ չի լրացրել, այդ դեպքում արդեն հարաբերությունների կարգավորման բոլորովին ուրիշ տրամաբանություն է գործելու, արդեն մեր ունեցած օրենսդրության համաձայն։ Մեր օրենսդրությունը իհարկե ասում է, որ այն պահին, երբ որ քաղաքացին այդ պարտավորությունները կկատարվի, հարցերը համարվում են լուծված, բայց ընդհանուր պատկերը սա է։ Համեցեք Տիկին Գալյան։